Բարևներ եմ ուղարկում բոլորիդ, իմ սիրելի դիտորդներին, մեզ մոտ նոր օր ա բացվել եւ մենք սկսում ենք նոր վլոգ, ինչպես տեսնում եք, մեզ մոտ նորից հավի գրիլային տրամադրությունը, բոլորիս մոտ էլ այդպես է, եթե ինչ-որ ուտեստ շատ ենք սիրում, ապա ուտելն էլ ավելի հաճախ ա լինում, կարող է եւ թվա, որ ամեն օր կամ ամբողջ օրը մենք գրիլ ենք ուտում, բայց ոչ, քանի որ իմ վլոգները մեկ ամբողջ շաբաթվա է համարյա, այդպես շատ հաճախ ա կրկնվում, ինչևէ, մեզ մաղթեք բարի ախորժակ, մենք վայելենք ու անցնենք առօրյա գործերին։ Ժողովուրդ, մենք դուրս ենք եկել խանութներով, այստեղ մի քանի բան վերցրել էինք առաջին խանութից, բայց հիմա չեմ կարողանա ցույց տամ, հարմար չի, կգնամ տուն, բոլորը ցույց կտամ, հիմա էլ արդեն գնում ենք մեր մնացած գործերով, հիմնականում այսօր առևտրի օրը լիքը բան ունենք առնելու, տանը բոլորը ցույց կտամ։ Երեխեք, մենք նորից սիթիում ենք, բայց այս անգամ եկել եմ թթվի հետ կապված ինչ-որ պետքն է վերցնեմ, չգիտեմ, չեմ հիշում վլոգի ընթացքում ասել եմ, որ ուզում եմ թթու դնեմ առաջին անգամ, թե չէ, դե մեր անբաժան բանանը էստեղ է, ու մնացածը արդեն թթվի համար է, այնտեղ վարունգ, այս կանաչին հաստ տերևներով, ստեղ սխտոր, գազար, մնացածն պետք է վերցնենք դեռ։ Մենք դեռ առևտրի կենտրոնում ենք, այստեղ ահագին բան ենք վերցրել, բայց ընթացքը չեմ նկարել, անցանք տնտեսական բաժին, ինչ-որ պետք էր վերցրեցինք, այնտեղ մթերայինից ձու վերցրեցինք, հավի բուտ վերցրեցինք, նրբերշիկ, մեկ էլ արդեն ավելի տնտեսական, մի խոսքով հիմա էլ այստեղ ձիթա յուղ ավելի ճիշտ և յուղ ենք ընտրում։ Մի հատ էստեղ նայեք, փաստորեն խանութներում արդեն ամանորյա տոնական տրամադրություն է, միայն նայելիս արդեն այդ բարձր տրամադրությունը փոխանցվում է դեպի քեզ, ամանորը իմ ամենասիրելի տոնն է ամբողջ տարվա ընթացքում, ճիշտ է խանութում դեռ ամբողջությամբ այս տոնական պարագաները դեռ դասավորված չէր, ու ես այս վայրկյանից սկսած սրտատրոփ սպասում եմ, թե երբ պետքա ամբողջությամբ տեսականին դասավորված լինի, որպեսզի միասին գանք, նայենք, ընտրենք, մի խոսքով արդեն կարող եք սպասել ամանորյա հետաքրքիր վլոգերի։ Երեխեք, մենք այլ խանութում ենք, այստեղ հարիչ մեկ էլ հատակը մաքրելու համար այս տարբերակից վերցրեցի։ Հիմա մի հատ ընդհանուր խանութում պտտվենք, տեսնենք էլ ինչ կա, որ պակաս է։ Այստեղից էլ մի քանի բան վերցնում ենք ու նոր գնանք։ Եվ այսպես գիշերվա 1000-ին մենք հազիվ հասանք տուն։ Բարի լույս, կամ կարող է ձեր մոտ երեկոյա, ընդհանուր բարևներ բոլորիդ, մեզ մոտ նոր օր ա բացվել, չգիտեմ, այս կադրից սկսած նոր վլոգի մեջ կլինի, թե նախորդ կադրերի շարունակությունը կլինի, ամեն դեպքում դա մեծ խնդիր չէ, երեկվա առևտրից հետո մեր տանը մի հատ խառնաշփոթ ա, անգամ այս պոպոկներս չեմ հասցրել լցոնեմ, նոր լվացված ափսեները տեղավորեցի, հիմա նորը պետքա լվանամ, սպիտակ շոր ունեի, դա դրեցի սովիկի մեջ ու մի հատ ընդհանուր պետքա այստեղ մաքրության աշխատանքներ իրականացնեմ, եկեք սկզբում ցույց տամ, թե երեկ ինչ ենք գնել, գնումները մի հատ տեսնենք միասին, հետո նոր կդասավորեմ այդ ամբողջ գնումները ու կանցնեմ մաքրությանն ու մնացած գործերիս։ Խոհանոցից դուրս ունենք այսպիսի մեծ կապույտ տոպրակ, որի մեջ այս ճռճռոցը վաբշե չեմ սիրում։ Այսպիսի մի հատ սիրունություն է, սպասեք մի հատ պետքա բացեմ ու բաց ցույց տամ։ Դադամ, այսպիսի փափուկ հաստ գիշերազգեստ իր շալվարով, այնքան փափուկ է, ժողովուրդ, որ տեսա միանգամից հավանեցի ու բնականաբար վերցրեցի, հիմա շատ շուտ ասենց հաստ հագնելու համար, բայց ամեն դեպքում այն ձմեռվա պիկ ժամանակ, էսի իսկականն է։ Հետո դնենք մի կողմ, կդնեմ սիրուն իրա տոպրակի մեջ։ Վերցրել ենք նաև ամուսնուս ոչ այդքան հաստ, բայց ամեն դեպքում իրա մեջ լավ հաստ է, էլի տղամարդու համար նորմալ է։
նորից գիշերանոց ու այս մեծ սա էլեկտրական սավանա, տաքացվող սավան, սրա համար էլ է դեռ շատ շուտ, բայց ամեն դեպքում այն կարգի ցուրտ է անում, որ տան ջեռուցումը միայն չի բավականացնում ու վստահ եմ բոլորիս համար էլ շատ հաճելի կլինի սառը անկողնու փոխարեն մտնենք տաք անկողնու մեջ, այդպես, սա էլ հաստ տարբերակ է, որակյալ, բայց սրա համար էլ է շատ շուտ կգնա ինքը իրան հարմար տեղում կսպասի, մինչև եղանակները այդ կարգի կցրտեն։ Եկանք հասանք նորից խոհանոց, այս ցախ հատվածում ավելի շատ թթվի համար բանջարեղենը, այստեղ աղա, խոշոր, լավրովի լիստ, ծաղկակաղամբ եմ վերցրել, որ հիմա իրան ընդհանուր պետք է մի հատ մաքր եմ լվանում, որպեսզի նորից գնա թթվի մեջ, այստեղ թթվի համար հատուկ վարունգներ է փոքրիկ, այստեղ ոչ կծու բիբարներ է, գազար են վերցրել, մեկ բջեղ սխտոր ենք վերցրել ու նաև ունեմ խակ պոմիդոր ու երևի վերջ, խակ լոլիկ, լավ, խակ լոլիկն ու երևի վերջ, եթե ոչ մի բան չեմ մոռացել, ինչևէ, այստեղ վերցրել ենք սպագետի, մեր մշտական բանանը, մեր մշտական արդեն դարձած ձիթապտուղը, ձիթայուղ, յուղ, այնտեղ ջերմոկ ենք վերցրել, բայց 3 հասցրել ենք արդեն համարյա թե վերջացնենք, նրբերշիկ, պելմեններ, այստեղ պոպկորն անելու համար պոպկորն, այս կողմում ավելի շատ տնտեսական ապրանքները, ապակիները լվանալու համար, ամուսնուս աշխատանքի շորերը հիմնականում լվանում, որ յակույնը լավ կապույտ լինի, այնտեղ զուգարանակոնքի համար կոճակներ, թաց անձեռոցիկ, այստեղ հարիչը, որ այն օրը միասին բան ենք պատրաստում, փաստորեն կոտրեցի, առել եմ որ տեղը դնեմ, որովհետև շատ է պետք գալիս նմանատիպ բաներ պատրաստելու համար, սա հատակը լվանալու համար հարմարանք է, բայց ավելի որակյալ տարբերակն եմ վերցրել, ավելի հաստ տարբերակը և վերցրել եմ ինձ թավա, ինքը խակի կանաչ, շատ լավ որակի թավա, հիմա կբացեմ կտեսնենք լավ։ Խնդրեմ, ես իրեն բացեցի, ճիշտ ասած սկզբում նայում էի սեռի գույնը, այդ պահեստից տուփով բերեցին միանգամից այս խակի կանաչը ու ես այս խակի կանաչ գույնը շատ եմ սիրում, միանգամից առանց երկմտելու վերցրեցի, ինձ թվում է կարիք չկա կափարիչ այդպես մանրամասն բացելու, այսպես սովորական թավայա, չկպչող ամենակարևորը, իր այս սիլիկոնե բռնակները նվերա ինձ թվում է իր հետ, որովհետև տուփում էր էլի միանգամից, այդպես շատ եմ հավանել ամենակարևորը, նաև վերցրել էինք հավի բուտ, հիմա դա դրել եմ երեք որ եկանք մսային բաները, դրեցի միանգամից մարազիլնիկ, որ հանկարծ չփչանա, հիմա նորից հանել եմ, այս էլ տեն մեկ սառույցա ինքը, հիմա հանել եմ, դրել եմ տաք ջրի մեջ, որպեսզի հետ գա, ուզում եմ պատրաստեմ բրնձով բդով փլավ ու այս ամեն ինչը հիմա տեղավորեմ, կարգի բերեմ մի հատ խոհանոցը, ամաններս լվանամ ամենակարևորը, սովիկի մեջի այն սպիտակ հագուստը հանեմ, էլի սպիտակ բաներ կա, լվացք գցեմ թող լինի ու դեռ այդքանը։ Հիմա այստեղ ավելի մեծ ամանի մեջ դրել եմ կանաչ լոլիկը, մեկ էլ վարունգը, մի հատ լավ լվանում եմ,
այս ձայնն էլ գազի վրա բանա եփվում, այդ եփելու ձայնն է, հիմա սա լավ մի հատ լվանում եմ, հետո անցնում եմ մնացած բանջարեղենին, դրանք էլ նույն ձևով լավ լվանում եմ ու արդեն միասին սկսենք հավաքել ամբողջ թթուն վերևից ներքև։ Այստեղ ես լվացի ամբողջ բանջարեղենը, կանաչ լոլիկը, գազարը, վարունգը, այս բիբարը, ծաղկակաղամբը, կանաչին եւ այստեղ կտրատել եմ արդեն սրտորը։ Ամուսինս գնացել է բերի այն տարաները, որի մեջ որ պետքա խառը թթուն դնեմ ու սպասում եմ ինքը գա սև կլոր պղպեղն են դել դիմացս, որ հանկարծ չմոռանամ գցեմ, խոշոր աղը, մեկ էլ դափնո տերևները։ Հիմա պետքա գնամ ընկույզը լցոնեմ, քանի ժամանակ ունեմ, որովհետև անընդհատ հետ եմ գնում, 1 օր ինչ պատրաստել եմ ու այդպես էլ չեմ լցոնել։ Ամուսինս արդեն այդպես առանձին ուտում է, որպես քաղցրավենիք, այդպես էլ է համով, բայց ամեն դեպքում հասցնենք իր վերջնակետին։ Լվացք եմ գցել, պտտվում է, ամաններս ամբողջությամբ լվացի, մնում է մի հատ էս էլ անեմ, թթուն էլ դնեմ ու ամբողջ մի հատ հատակով, ավլելով եւ այլն այդպես անեմ, վերջացնեմ։ Մեր սենյակն էի քիչ առաջ հավաքում, լվացք ունեի նախորդը տեղավորեցի, հիմա էլ ամուսինս է զանգում գնացի։ Խնդրեմ, ամուսինս բերեց այն տարաները, որի մեջ որ պետքա խառը թթուն դնեմ, սկզբում մտածում էի, որ կարող է ապակե տարաների մեջ դնեմ, այն էլ չէ։ Այն որ քիչ առաջ միասին որոշեցինք, որ պետքա ընկույզները լցոնենք, բայց երևի թե չէ, ես երկար եմ սպասել այս պահին։ Հիմա գնամ շերտ առ շերտ բոլորը լցնեմ, այն լոլիկները պետքա մեջտեղից սենց խաչաձև կտրեմ, այս բիբարները պետքա նույն ձևով կտրեմ, սրանք արդեն դե կտրատված է, նաև գազարը, վարունգն այդպես է մնում։ Մի խոսքով գնացինք, տեսնենք վերջում ինչ է ստացվում, տեսքը ինչպիսին է լինում։